2016 թվականին կշարունակվեն միայն Տիգրանակերտի հնագիտական պեղումները, Տողի Մելիքական ապարանքի տարածքի բարեկարգման աշխատանքները։ Նոր ծրագիրը Ասկերանի ամրոցի աչափնյա հատվածի կոնսերվացման եւ վերականգնման աշխատանքներն են։ Ամրոցը արդեն ավերվում է, տարվա ընթացքում աշտարակներից մեկը ավերվեց եւ հրատապ խնդիր է դա։ Լրացուցիչ միջոցների հայթայթման դեպքում այս տարի հնարավոր է հանրությանը ներկայացվի Ազոխի քարանձավի սրահներից մեկը։ Դա շատ կարեւոր կլինի ոչ միայն հուշարձանների պահպանության առումով, նաեւ կարեւոր կլինի զբոսաշրջության զարգացման առումով։ Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում վերականգնվում է Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գործընթացը կշարունակվի նաև այս տարի։ Վարչության կողմից նույն հիմնադրամին պատվիրվել է պարսիկ մասնագետների միջոցով մշակել Շուշիի Վերին մզկիթի վերականգնման նախագծային փաստաթղթերը։ Մենք ինչքան որ փորձ ենք ձեռք բերել հուշարձանների վերականգնման նախագծման ոլորտում, մեր գիտելիքները եւ մեր փորձը չեն բավականացնում, որպեսզի մենք կարողանանք այսքան մեծ համար օտար մշակութային արժեքի վերականգնման նախագիծ անենք։ Մենք նախընտրեցինք նաեւ, որ Պարսկական մզկիթի վերականգնման նախագիծը կատարի հենց այդ մշակույթը կրող կազմակերպություն։ Սերգեյ Շահվերդյանի խոսքով մեր հանրապետության տարածքում առկա ամբողջ մշակութային ժառանգությունը անկախ կրոնական էթնիկական ծագման մեր երկրի եւ ժողովրդի սեփականությունն է։ Ուստի պատմական հուշարձանները պիտի պահպանվեն ինչպես հարկն է։ Գոհար Ռուստամյան, Աշոտ Գասպարյան, օր